Կատուն և մկները։ Կիրգիզական հեքիաթ։ Լինում է չի լինում, մի կատու է լինում։ Երբ այդ կատուն շատ է ծերանում և այլևս մկներ բռնել չի կարողանում, որոշում է խորամանկել։ Մի օր վեր է կենում ու գնում է մկների մոտ։ «Սիրելի մկներ», ասում է նա մեղմուշ ձայնով, «ես շատ ծեր եմ։ Եթե ձեր հանդեպ որևէ մեղք եմ գործել, խնդրում եմ ներեք ինձ։ Եկեք սրանից հետո հաշտ ու խաղաղ ապրենք և այլևս իրար վատություն չանենք։ Խոսք եմ տալիս, հենց էսօրվանից այլևս ձեռք չեմ տա ձեզ։ Դրա փոխարեն ինձ պետք է խոստանաք օրը 3 անգամ իրար ետևից անցնեք իմ կողքից ու հարցնեք, թե ոնց եմ զգում, առողջությունս ինչպես է»։ Մկները հավատում են կատվին։ Այդ օրվանից մկները օրը 3 անգամ շարք են կանգնում և պոչ-պոչի անցնում են կատվի մոտով ու հարցնում, թե նա ինչպես է իրեն զգում։ Կատուն աչքերը կկոցած լուռ նստում է և հանգիստ թողնում, որ մկները անցնեն իր առջևից։ Բայց երբ ամենավերջինն է անցնելիս լինում, թաթը դնում է վրան ու բերանը գցում։ Այսպես նա օրական 3 մուկ է ուտում ու շատ գոհ մնում։ Բայց մի օր ամենագիտուն մկներից երկուսը՝ Շիլկմուրունը, խետխնթան քթիկը ու Բիլկմուրունը, քնքնթան քթիկը, նկատում են, որ քանի գնում, այնքան իրենց եղբայր մկները պակասում են, և անմիջապես գլխի են ընկնում, որ խորամանկ կատուն խաբում է իրենց, ու որոշում են այսպես անել. Շիլկմուրունը պիտի գնար մկների շարքի առջևից, իսկ Բիլկմուրունը ետևից, և երբ անցնեն կատվի մոտով, մեկը մյուսին ձայն տան։ Ինչպես որոշում են, այդպես էլ անում են։ Երբ առավոտյան մկները անցնում էին կատվի առջևից, Շիլկմուրունը Բիլկմուրունին ձայն է տալիս. «Բիլկմուրուն, որտե՞ղ ես»։ Իսկ սա պատասխանում է. «Էստեղ եմ, պոչից եմ գալիս ու ողջ առողջ եմ»։ Կատուն այս անգամ չի կարողանում որևէ բան անել։ Չի կարողանում և հաջորդ անգամ։ Այսպես անցնում են օրերը։ Եվ ահա սոված կատուն տեսնելով, որ այդպես երկար էլ չի դիմանա, հարձակվում է Շիլկմուրունի վրա, բայց ճարպիկ Շիլկմուրունը պոկվում է նրա ճանկերից ու իրեն բույնը գցում։ Մկները իմանում են, որ կատուն խաբել է իրենց, և այլևս նրա աչքին չեն երևում։ Իսկ խորամանկ ու ծեր կատուն այնքան է սոված մնում, որ այդպես էլ սատկում է։